Ողջույն բարեկամներ, ձեզ հետ ինչպես միշտ My Culinary Versions խոհարարական ալիքն է։ Այսօր պատրաստելու ենք շոկոլադով վանիլային բիսկվիտ։ Մինչ ես կներկայացնեմ բաղադրիչները, դուք բաժանորդագրվեք My Culinary Versions խոհարարական ալիքին եւ հավանեք մեր էջը, իսկ ես ներկայացնեմ բաղադրիչները։ Ուրեմն մեզ հարկավոր է 5 ձու, 1,5-ից 2 բաժակ շաքարավազ, 450 մլ մածուն, անպայման տաքացրած վիճակում, 3 ճաշի գթալ բուսայուղ, 1 լիքը թեյի գթալ սոդա, 3 ճաշի գթալ կակաո, վանիլին, 2 բաժակ ալյուր։ Ինչպես ենք պատրաստելու։ Ուրեմն պատրաստող խմորը պետք է բաժանվի երկու մասի, մի մասը կակաոյով, մյուս մասը առանց կակաոյի վանիլինով։ Վերցնում եք 2 թաս տարբեր խմորների համար։ Նախ խոր թասի մեջ ջարդում ենք ձուն, ավելացնում ենք շաքարավազը եւ խառնում, ավելացնում ենք մածունը, ձեթը, սոդան, այսինքն բոլոր բաղադրիչները, բացի կակաոյից, վանիլինից եւ ալյուրից։ Խմորը բաժանում ենք երկու մասի, մի թասի մեջ, ավելացնում ենք, ուրեմն խմորը բաժանում ենք երկու մասի տարբեր թասերի մեջ եւ մի թասի մեջ ավելացնում ենք վանիլինը եւ մաղած ալյուրը, մյուս թասի մեջ խմորի վրա ավելացնում ենք կակաոն եւ մաղած ալյուրը։ Ստացվում է երկու խմոր թթվասերից թույլ, երկու խմոր։ Հիմա գազօջախի թավայի յուղաթղթի վրա լցնելու ընթացքում խառը լցնում ենք ըստ ձեր ձևավորման, սպիտակ խմորից եւ կակաոյով խմորից։ Վերջում տարբերում ենք թավան այնպես, որ զանգվածը հարթվի։ Թխում ենք նախօրոք տաքացրած գազօջախում 220 աստիճան Ցելսիուսում։ Պատրաստ լինելը ստուգում ենք չոփիկի միջոցով։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք, ցտեսություն։